Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Առաքելյան, ես պետք է խնդրեմ դուք էլ ներկայացնեք կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ ձեր զեկույցը։ Պարոն քաղաքապետ, 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող կենդանի։ Այս տեղափոխված կենդանիների նախնական հետազոտություններից վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուց հետո 2703 թափառող շուն ստերջացվել եւ պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ։ 671 կենդանի, որոնք արդեն նախկինում մեր կողմից ստերջացված են եղել, վերապատվաստվել են կատաղություն հիվանդության դեմ։ Կուզեմ նշել, որ կատաղություն հիվանդության նկատմամբ այս խիստ դիտարկումները կամ ուշադրությունը մենք սկսել ենք 2022 թվականից հաշվի առնելով հիվանդության վտանգավորության աշճանը կամ վտանգավոր լինելը ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար։ Տարվա ընթացքում քննեցված անկած կենդանիների քանակը եղել է 766-ը, իսկ տարբեր անհատների, կենդանիների խնամքով ու պաշտպանությամբ զբաղվող անհատների ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է տարվա ընթացքում 83 կենդանու հանձնել որդեգրության։ Մենք տարվա ընթացքում նաև իրականացնել ենք կրթական ու իրազեկման արշավներ, որին մասնակից է եղել շուրջ 200 դպրոցահասակ երեխա։ Պարոն քաղաքապետ, 2026 թվականին պահպանելով ստերջացման ծավալները մենք նպատակ ենք դրել ավելացնել իրազեկման ու կրթական արշավները դպրոցահասակ երեխաների շրջանում, ինչպես նաև հանրային լայն իրազեկման արդյունքում իրազեկումից հետո սկսել նաև ընտանի կենդանիների ճիպավորման ու հաշվառման գործընթացը, որը անչափ կարևոր կլինի մայրաքաղաքում նաև թափառող կենդանիների խնդրի կարգավորման համար։ Հարցի կարգավորման համար մենք ինչպես նշել ենք նախկինում, նախաձեռնվել է եւ արդեն այս տարի կունենանք շահագործման կհանձնենք Հայաստանում եւ Երևանում առաջին կացանը նախատեսված ընտանի կենդանիների համար։ Ձեր թույլտվությամբ ես հաջորդ շաբաթ արդեն գրաֆիկական տարբերակով կներկայացնեմ նախագիծը եւ ավելի մանրամասն կներկայացնեմ թե ինչի համար է այս կացարանը եւ եւ վերջնարդյունքը ինչ կլինի։ Այս ամենով հանդերձ կուզենամ նաև նշել, որ տարվա ընթացքում կշարունակվեն միջոցառումները, ինչպես խոստացել ենք նախկինում խնամքի օրերի, որտեղ մարդիկ պարբերաբար կարողանում են գալ կենտրոն, մասնակցել կենդանիների խնամքին, ստանալ իրենց ուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև այս տարի նախաձեռնել ենք մեծածավալ հանրային միջոցառում իրականացնել, որը կլինի արդեն կազմակերպության տարածքից դուրս։ Հաշվի առնելով նախորդ ձեր հանձնարարականը, այսուհետ ամեն ամիս կլինի զեկույց նախորդ ամսվա կատարած աշխատանքի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան, շատ գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել, բայց պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում այլևս կնոջը շունչ տալ, մեր տանը էլ տեղ չկա, երեքն են նրանք արդեն։ Տիկին Խաչատրյան, խնդրում եմ դպրոցների գործունեության մշտադիտարկման եւ գնահատմանը վերաբերող մեր մեթոդաբանությանը վերաբերյալ զեկուցեք։ Հարգելի պարոն քաղաքապետ, հանրակրթության վարչության վերահսկողական գործառույթների իրացման շրջանակում մինչև ընթացիկ տարվա ավարտը ծրագրվել է Երևանի ենթակայության կառավարման նոր համակարգի անցած շուրջ 50 դպրոցների գործունեության մշտադիտարկում եւ գնահատում մեր իսկ վարչության կողմից մշակված գործիքի կիրառմամբ։ Ներկայում արդեն իսկ մշտադիտարկում է իրականացվել թիրախային դպրոցներից շուրջ 50%-ում, որոնցից 18-ի տվյալներն արդեն իսկ համադրվել են վերլուծական վահանակի միջոցով, կխնդրեմ ուշադրություն էկրանին։ Անդրադառնալով գործընթացի նպատակներին, անհրաժեշտ է նշել, որ այն միտված է ոչ թե դպրոցները դասակարգելուն, այլ անհրաժեշտ տվյալների հավաքագրման միջոցով խնդիր ունի գույքագրել կարիքները եւ ըստ այդմ աջակցել զարգացման ուղղությունների հստակեցմանը։ Գնահատում իրականացվում է հետեւյալ 6 ուղղություններով.
ուսումնական արդյունավետություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում եւ ներգրավվածություն, կառավարման եւ առաջնորդության որակ, միջավայր եւ ենթակառուցվածքներ, համայնքային ներգրավվածություն եւ նորարարություն, թերություններ եւ ռիսկեր, նշալ մոդելում համադրվում են կրթության որակը, մարդկային ռեսուրսները, կառավարման արդյունավետությունը եւ ռիսկային գործոնները, ապահովելով հավասարակշռված գնահատում։ Տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է երկու հիմնական եղանակով, դպրոցներից պահանջվում են հաշվետվությունները ըստ վերոնշյալ ուղղություններում ներառված վերլուծության համար անհրաժեշտ տվյալների եւ վարչության աշխատակիցների կողմից տեղերում իրականացվում են փաստաթղթային ստուգումներ, դասալսումներ, քննարկումներ, զրույցներ, հարցաթերթերի լրացում եւ այլն։ Արդյունքում ընդհանրացված միավորների հիման վրա իրականացվում է հաստատությունների տարբերակումը 4 հիմնական մակարդակներով, առավելագույնը 100 միավորային բալային սանդղակով եւ նվազագույն շեմը 4-րդ մակարդակը 40-ից ցածր միավորային տվյալներ ունեցող դպրոցներով։ Դիտարկված 18 դպրոցների արդյունքների վերլուծությամբ արձանագրվել է, որ դպրոցների գերակշիռ մասը միջին արդյունավետության գոտում է։ Արձանագրված ամենաբարձր միավորը 77-ն է երկրորդ մակարդակում, իսկ ամենացածրը 43-ը երրորդ մակարդակում։ Ըստ այդմ, թեև առաջին մակարդակին համապատասխան արդյունքներ դեռ չեն արձանագրվել, բայց ուրախալի է, որ չունենք նաև 4-րդ մակարդակի արդյունքներ։ Գրաֆիկական վերլուծություն է արվել նաև առանձնապես յուրաքանչյուր ուղղության մասով ըստ հետևյալի։ Ուսումնական արդյունավետություն։ Արձանագրված ամենաբարձր միավորը 32-ն է 40 հնարավորից, ամենացածրը 15-ը։ Ըստ արդյունքների, զարգացման հիմնական պոտենցիալը սովորողների առաջադիմության կայուն աճի ապահովման եւ նախագծերի մասնակցության ընդլայնման մեջ է։ Հաջորդ ուղղությունը ուսուցիչների մասնագիտական զարգացում եւ ներգրավվածությունն է, ըստ որի արձանագրված ամենաբարձր միավորը 12-ն է 20 հնարավորից, ամենացածրը 9-ը։ Ըստ արդյունքների ուսուցիչների մասնագիտական զարգացման ցուցանիշներն էականորեն տարբերվում են դպրոցների միջև եւ անհրաժեշտ է խթանել ուսուցիչների ներգրավվածությունը նորարարական եւ նախագծային ծրագրերում։ Կառավարման եւ առաջնորդության որակ։ Արձանագրված ամենաբարձր միավորը 20-ն է 20 հնարավորից, ամենացածրը 12-ը։ Հարկ է ընդգծել, որ կառավարման ոլորտում գրանցվել են ամենաբարձր միջին ցուցանիշները։ Միջավայր եւ ենթակառուցվածքներ։ Արձանագրված ամենաբարձր միավորը 10-ն է 10 հնարավորից, ամենացածրը 3-ը։ Ըստ արդյունքների անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ենթակառուցվածքների շարունակական բարելավումն ու նպատակային օգտագործումը։ Համայնքային ներգրավվածություն եւ նորարարություն։ Արձանագրված ամենաբարձր միավորը 10-ն է 10 հնարավորից, ամենացածրը 1-ը, ինչը փաստում է այս ուղղության զարգացման անհրաժեշտությունն ու առաջնահերթությունը։ Թերություններ եւ ռիսկեր։ Արձանագրված ամենաբարձր միավորը 0-ն է, -15 հնարավորից, իսկ ամենացածրը -3-ը։ Ըստ այդմ ուսումնասիրած դպրոցներում կարգապահական եւ անվտանգային լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Այդուհանդերձ դպրոցներից մեկի մարմնի, իդեմս տնօրենի եւ վարչատնտեսական մասի համակարգողի նկատմամբ առաջարկվել է կիրառել կարգապահական տույժ։ Ամփոփելով վերհանվել են դպրոցների հիմնական ուժեղ եւ թույլ կողմերը, որոնց համադրումը ներքին եւ արտաքին միջավայրերի հնարավորությունների հետ թույլ է տալիս եզրակացնել, որ ուսումնական գործընթացը եւ կառավարման համակարգը հիմնականում գործում են բավարար մակարդակով, սակայն առկա են իրավիճակի բարելավման չիրացված կամ մասամբ իրացված հնարավորություններ, հատկապես ուսուցիչների մասնագիտական ներուժի զարգացման եւ համայնքի ներգրավվածության ապահովման ուղղություններով։ Եվ մի բան ձեր թույլտվությամբ ավելացնեմ, որ թեև նշեցի, որ կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում ենք համապարփակ ուսումնասիրություն իրականացնում, բայց գործիքը կիրառում ենք նաև մեր ընթացիկ մշտադիտարկումների ընթացքում դեռ նոր համակարգի չանցած դպրոցներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Բայց նպատակարար չենք գտել դրանց տվյալները ներառել ամփոփ այս զեկույցում։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, իրականում այս գնահատումները մեզ կտան հստակ արձանագրումներ խնդիրների վերաբերյալ եւ հաջողությունների վերաբերյալ եւ նաեւ հնարավորություն կտան կենտրոնանալ այդ խնդիրները լուծելու վրա։ Ես առաջարկում եմ մաքսիմալ այս գնահատման մեխանիզմը տարածել բոլոր դպրոցներով, որպեսզի կարողանանք Երևան քաղաքով ամբողջական պատկեր ունենալ։
տալ մեթոդաբանությունը կրթության նախարարության մեր գործընկերներին դիտարկման համար եւ բարելավման համար միգուցե եւ դիտարկեն, իրենք էլ դիտարկեն նաեւ մարզերում եւ մյուս համայնքներում այս գնահատման մեթոդաբանությունը կիրառելու հնարավորությունը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, ուզում եմ ֆիքսենք, որ մենք ավականունիստին ունեինք մի հարց վերաբերող Նոր թաղամասի ճանապարհի կառուցմանը վերաբերող, եկեք ֆիքսենք դա որպես հանձնարարական, մասնավորի կողմից կա առաջարկ ճանապարհը կառուցելու եւ եթե չեմ սխալվում, գլխավոր հատակագծում նույնպես պետքա որ այդ ճանապարհի հետագիծը ունենանք եւ հետեւապես անշարժ գույքին եւ ճարտարապետական մեր ճարտարապետության քաղաքաշինության վարչություններին ֆիքսենք որպես հանձնարարական եւ ակնկալենք որոշակի լուծումներ իրենցից ուզում եմ լսել զեկույց երևի թե ոչ այսօր բայց քարտուղարությունից պետք է խնդրեմ զեկույց մեր տարբեր վարչություններից եւ վարչական շրջաններից հիմնական բողոքների վերաբերյալ երևի թե երկու շաբաթից Տիկին Յավրյան ակնկալում եմ այս զեկույցը սկսած զանգերի պատասխանել չպատասխանելուց մինչեւ որ պատասխանների բովանդակությունը եւ որակը մի հատ ամփոփ զեկույց եմ ակնկալում սա ակտիվ քաղաքացու զեկույցից առանձին եմ ուզում այս զեկույցը լսենք, որը վերաբերում է հենց բուն զանգերին եւ զանգերի պատասխաններին։ Եվ անցնենք մնացյալ հանձնարարականներին, խնդրեմ։ Շինարարության բարեկարգման վարչությանը հանձնարարական համար 48։ Զեկուցել Երևանի վարչական շրջանի Արինբերդի եւ Արցախի փողոցների խաչմերուկը Արինբերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Երևանի վարչական շրջանի Արինբերդի եւ Արցախի փողոցների խաչմերուկը Արինբերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հայտերի բացման օրը ապրիլի 6-ն է։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որը նշանակում է, որ մայիսին մենք պոտենցիալ արդեն բուն շինարարության փուլ կմտնենք։ Հաջորդը։ Նոր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարական համար 105։ Զեկուցել Մոլդովական փողոցի համար 29 կոտորակ 6 հասցեից դեպի Բագրևանդի փողոց ձգվող հատվածում անցուղի կառուցելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ավարտի մասին։ Պարոն քաղաքապետ, ավականունիստի ժամանակ տրված ձեր հանձնարարականի հիման վրա